Ճուտիկներից մինչև խնձորենիներ։ Այսօր վաղարավոտից փոքրիկ հրաշքի ականատես եղա։ Մի քանի օր առաջ ինկուբատորով ծույն էինք դրել։ Սպասում էինք, թե երբ ճուտիկները լույս աշխարհ կգան։ Եվ ահա այդ պահը եկավ։ Մեկը մյուսի հետևից ճեղքեցին բարակ, բայց ամուր ծվաբեկորները ու բացեցին իրենց առաջին հայացքը դեպի այս աշխարհը։ Մի քանի ժամ թողեցի, որ մնան ինկուբատորի մեջ տաք ու ապահով, ինչպես դերմայրական կեղևում էին։ Հետո տեղափոխեցի նրանց իրենց պատրաստած անկյունը, լուսավոր, տակուկ մի վայր։ Լուր հետևում էի, ոնց են իրար հրմշտում, թատիկներով զննում իրենց նոր աշխարհը, մի տեսակ անջարակ, բայց միևնույն ժամանակ ուժովլի։ Նրանց մեջ կա ապրելու մոտ մի տեսակ մաքրություն, որից ակամայից շփվում էր։ Ճուտիկների տեղավորելուց հետո միացա օրվա մյուս գործը՝ թեյերի փաթեթավորումը։ Պատվեր կար, ու ես պիտի հասցնեի։ Սիրով նստեցի, հերթով բացեցի բուրավետ խառնուրդներս։ Հերթով լցնում էի տուփերը, փաթեթավորում զգուշությամբ, ասես ամեն մի տուփ մի փոքրիկ նվեր, լինի որևէ մեկի խաղաղ երեկոյի համար։ Երբ գործերս ավարտեցի, դուրս եկա մեղուներին նայելու։ Ծաղկած խնձորենիների շուրջ մեղուների մեմ բզոզներ, աշխուժներ դաշնակ։ Նրանք աշխատում էին, ճշգրիտ ու նպատակաուղղված, առանց շտապելու, առանց դատարելու, հետևում էի ինչպես են վայրէջք կատարում, թերթիկների վրա, փոշի հավաքում, հետո անցնում հաջորդ ծաղիկին։ Բնության այս ընթացքն ինձ միշտ հանգստացնում է։ Կյանքը նրանց համար հստակ ընթացք ունի, առանց ավելորդ աղմուկի, առանց շտապելու, բայց արդյունավետ ու բովանդակալից։ Նայում էի ծաղկած ծառներին, լսում մեղուների բզոզը, մի պահ կանգ առա։ Մտածում էի, ինչ խաղաղություն կա այս ամենի մեջ։ Հենց այս պահերն է, որ հիշեցնում են, որքան հարուստ կարող է լինել առօրյան, երբ այն լցված է կյանքով, ոչ բարձրաձայն, ոչ ցոցադրական, այլ իսկական, բնական ու բարի։ Մի պարզ օր էր, բայց լիքը շունչ, շարժում ու ապրում ուներ իր մեջ։